Տաղավարում աշխատող հաղորդավար Ծովինար Բարխուդարյանը բարձր պրոֆեսիոնալիզմով պատմում է այն մասին, թե ինչպես հայ զինվորականը անգլիացուն ներկայացրել է ճշմարտությունն Արցախյան պատերազմի մասին, առանց ձայնի ելևէջային ակնարկի, թե տեսանյութի հերոսն ամուսինն է։ Այդ հետո միայն, երբ հետպատերազմյան սահմանագծի մասին ռեպորտաժը ինքը պիտի պատրաստեր, զգացմունքները տեղի տվեցին։ Խրամատում հանդիպելով արդեն 15 օր տնից բացակայող ամուսնուն, արցունքի եւ ոչ մի կաթիլ չթափեց։ Միմիայն սեր ու ջերմություն։ Ամենահարազատ մարդուց ամենաճշգրիտ ինֆորմացիան լրագրողին ստանում է նկարահանումների առաջին րոպեներին։ Անետ Կարապետյանը դուս եկալ ողջին ստե խռեկտուվա։ Հա, ասել է բիդիստիկյա ողջի վեր։ Իրարացների մասին նախընտրում է չպատմել, միայն համեստորեն ասելով, թե արել է այն, ինչ յուրաքանչյուրը հայոց պաշտպանության բանակում։ Իսկ առավել օֆիցիալ պայմաններում, երբ միացված է միկրոֆոնն ու նկարահանման հարթակում լրագրողն ու զինվորականն են, արդեն BBC-ի հետ աշխատելու փորձառություն ունեցող կապիտան Աբրամյանը հարցերին պատասխանում է պարզ ու հստակ։ Հակառակորդը վերջապես նորից գոլոխ հանգալվեր, ստեղ իրան պենչոն է անելի։ Մեր տղեկը այնն կաղնած։ Ծովինարը իհարկե ոչ միայն մասնագիտության բերումով է ուզում ծանոթանալ նաև խոհանոցին, եւ որքան կանացի մտահոգությունը փարատվեց, երբ զինվորական պահիստի դարակները լեցուն տեսավ մթերքներով։ Նադես ախտիացը մուտոն չլիվե թորքը կյա փորձ։ Միանշանակ։ Տա իմ սարկած ախտիրածը սա։ Հայտնի ճշմարտությունն ասում է, թե պատերազմի դեմքը կանացի չէ, բայց եւ կինը կարող է սխրանքների մղել։ Գարիկի ու Ծովինարի խրամատային հանդիպումը ռոմանտիզմով էր պարուրված։ Օրեր առաջ պատերազմի շունչն անգամ չսառեցրեց սիրող ամուսնու ասպետական որակները։ Մինչդեռ նման բարձրություն իսկակաշներ խաղալը վտանգավոր ու վճռական կարող էր լինել։ Մեր առաջագիծը ամուր է։ Արխային կացիկ, они не пройдут։ Մերի դավցան Ծովինար Բարխուդարյան, Հովիկ Առաքելյան, առաջին ալիք։